Նովալովն է ստանում գնդակը, բավականին վստահ հանդիպում անցկացրեց Երևանում Իվան Կոնովալովը, բայց Դավիթ Տերտերյանի հարվածից հետո պարզապես ոչինչ անել չէր կարող, այնքան հստակ էր այդ հարվածը դեպի հեռավոր անկյունը, ոչ մի դարպասապա այնտեղ փրկել չէր կարողանա։ Մոմոտուրենը նաև խոշոր պլանով հայտնում ձեր էկրաններին, չկա կանոնների խախտում Բիրյոսկինի հետ պայքարում, Փիլոյան հետ փոխանցում Մատյուխինը և Սեզարը պաշտպանության կենտրոնում են, կրկին և հետ փոխանցում դարպասապա Արսեն Բեգլարյանին, որը երկար փոխանցումով է սկսում Ալաշկերտի գրոհը, վատ չէր նկատել Մոմոտուրեն, Տուրեն գնում է առաջ, Տուրեն և գոլ, գոլ գնդակը դարպասում է, Մոմոտուրեն 4-րդ րոպեին բացում է, հաշիվը Ալաշկերտը այսպես պատժեց նաև մրցավարին, չնշանակած 11 մետրանոցի համար միևնույն է իր գոլը խփում է, չէ որ 11 մետրանոցը դեռ գոլի երաշխիք չէ, իսկ այստեղ արդեն ոչ ոք չի կարող խանգարել, վառել ցուցատախտակին այս հաշիվը։ 0-1 Ալաշկերտը հաղթում է Ղազախստանում, մեր երկրպագուները ցնծում են 2-1 երկու խաղերի արդյունքում և Ալաշկերտը իր ակտիվությունը մեկնարկում պսակում է այսպիսի հաջողությամբ։ Երկար փոխանցում, Մուրտազաևը հաջող խաղաց և Լոգեն պահում է գնդակը, թեև պատահականության շնորհիվ հարված և 60-րդ և 86-րդ րոպեներին թիմերը գոլերը խփեցին, հիմա 4-րդ և 10-րդ։ Այո, շատ ակնհայտ էր, որ գնդակը հատել է դարպասային գիծը, ուղղակի ոչինչ չես կարող ասել այսպիսի հարվածի դեմ ոչ Այքար դիրքի համար և 11 մետրանոց, այ քեզ անհաջողություն լրացի ժամանակի մեկնարկում, Ելիմա է 11 մետրանոց հարվածի իրավունք Ձախով է բնականաբար հարվածելու Արվոյ Իլիչը, ինչու բնականաբար, որովհետև ձախլիկ է և շատ հստակ է։ Իրացնում այս Արայոլա, փոխանցում, Էջիկ է, այդ փոխանցում դե և գոլ, գոլ գնդակը հայտնվում է դարպասում, սա ուղղակի երաշք է։ Վերջին վայրկյաններին Ալաշկերտը կարողանում է հավասարեցնել հաշիվը 2-2 և 11 մետրանոց հարվածաշար ենք տեսնելու, բայց հիմա որքան ձեռնտու է մեզ այդ ամենը։ Գնաց Ալաշկերտը մինչև վերջ, գնաց ու կարողացավ բոլոր ճշտերով ու սխալներով աշխարհի ուղարկել գնդակը դարպասը, տեսեք կրկնապատկերը, այսպես չի լինում, բայց այսպես եղավ։ Իգոր Գաբրիելի դիպավ գնդակը, շեղեց ուղղությունն ու հայտնվեց դարպասում։ Այս հարվածից հետո ավարտվելու էր հանդիպումը։